Իրականում ինչպես կգնահատեք այդ գործընթացը։ Ես մի անգամ ասել եմ դատերասեմ, դիվերսանտների մի բռնի գնդակար էին, որ դատել չլեր։ Այդպես մարդկանց դատաստան, եթե անչափահաս երեխեք են սպանում, սահման են խախտում, ինչ դատաստան է, Աստված գիտի դատաստանն են դանի։ Դրանց պիտի գնդակար էին չբռնեն։ Եթե գնդակահար էինք, միջազգային կառույցները մեզ կքննադատեին։ Բռնելուց շատ էին անում։ Ուղնեցանին համարել երեխա սպանելուց միջազգային կառույցները խիչ են բանանում բան։ Անչափահաս երեխի սպանող կին սպանելուց խիչ են բանանում։ Պարոն գեներալ, ասում են դուք գերիներին լավ եք վերաբերվել։ Այո, որտեղ զինվորական օրենքները ամեն ինչ էլ, բա մարդը ինչի մարա, տարբերությունը մեր ուժեղությունը դրա մեջ է։ Դուք պահել եք, գերի ունեցել Այո, եք։ քիչ եմ պահել, հարյուրավորներ։ Ինչ որ Սիմոն անունով։ Էդի տանն եմ պահել, այն մեջ։ Նույնիսկ տանը։ Քանի տարի եք պահել։ 4։ Հետո ազատ եք արձակել։ 2 տարի Մարտակերտ, 2 տարի Բերեմ Հայաստան։ Հետո հաղորդել եմ գնացել։ Բարմեն խաչով Բերեմ տարին հանձնել են իրանց։ Որտեղ մեր ուներ, քուր ուներ, նշանածուներ։ Բայց իրենք Շատ ուզում գնալ իրանց ու ես թողեցին։ Բայց քանի տարեք, ասում են 15-16 տարեկան էր, հա։ Չէ։ Սպես նազել, պարաբաց ես, հա, 15 տարեկան։ Սիմոնը։ Հա։ Ես պարաբաց հատուկ ջոկատների բանից էր։ Լավ է։ Սան միջև երեն բռնել ես իմ ինչքան դժվարություն էր։ Իսկ ինչու եք անունը Սիմոն դրել։ Դուք եք դրել թե։ Հա, Սիմոն, ո՞վ դրել, ոչ իմ ասի Ալիևյան Ալիև։ Պարոն գեներալ, Ղարաբաղի հարցի հետ կապված ինչ եք մտածում։ Այս բանակցությունները Ադրբեջանը իրենն է պնդում, մենք մերը։ Ես չեմ մտածում, ես 25 տարի առաջ գործեր եմ ու գործը փակել եմ, թե ուրիշներն էլ մտածում են, դու մտածում։ Ես գործն ավարտել եմ Ղարաբաղի վաղուց։ Ոչ մի կտոր հող։ Դե եթե փոխանակման խնդիր ունի, մենք էլ շատ հողեր ունենք իրանց ձեռը, կարելի է մտածել, արդեն դա իմ գործը չի, դիվանագետների, քաղաքական գործիչների խնդիրներ կա։ Մենք էլ հազարավոր հեկտարներ տարածքներ ունենք այսօր ադրբեջանցի ձեռը, չի որ չհաշված միլիոնավոր հեկտարներ էլ Թուրքիայի ձեռը։ Պարոն գեներալ